Բայց ինչ հետաքրքիր բան ասեցիք։ Այսքան որ գնացել եկել եմ, կարող է ես չեմ նկատել կամ դեռ չեն հասցրել սարքել։ Բանի գիրանցի այդ նոր կառուցվող տների շուրջ ինչ որ Պարիսպ չեմ հիշում որ կա կամ բարձր Պարիսպ կամ առնվազն հիմա նոր մտածեցի, հա? Հա, պարոն Խաչատրյան տնտեսագիտական, բայց այդ է պարոն Խաչատրյան, ասում է փողը չի երիքում Պարիսպի համար, բայց դա նորմալ է, բայց դա լավ է, այսինքն դա ռացիոնալ է, համենայն դեպս եթե առաջնահերթությունը Պարիսպը լիներ, առաջինը Պարիսպը կսարքեին, մնացածը եւ դա հենց կառավարության բովանդակային դերն է։ Իմաստ չունի դե Պարիսպ սարքելը, որովհետեւ ճիշտ ասեց Տիկին Ավանեսյանը, պետությունը Պարիսպը դրել է արդեն, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Ես այս քննարկումը մի ուրիշ տեսանկյունից եմ նաև շատ կարևորում, ժամանակի տեսանկյունից։ Տեսեք, մարդկանց եկամուտներն ավելանում են։ Հիմա խոսում ենք հարազատները դրսում հանդիպում են, ավելի շատ են հանդիպում։ Ինչու՞, որովհետև դրսում հանդիպելը ավելի թանկ է։ Եվ մարդիկ 20 տարի առաջ եթե մտածում էին հարազատներին հանդիպելու համար, գուցե տունը կամ սենյակը մեծ էին կառուցում նաև նրա համար, որ հարազատներին կարողանան տանը հանդիպելով խնայել եւ պատերից դուրս գալ, եկեք մտածենք նույնիսկ եկամուտների տեսանկյունից այսօր պետության եւ համայնքների եկամտային հնարավորությունները էապես ավելանում են եւ իրենք ավելի շատ են ներդրումներ կատարում են համայնքային միջավայրում, որը պատից դուրս է։ Եվ այդ հարմարավետությունը պատից դուրս, պատից ներսին մոտենում է գնալով, որովհետեւ համայնքների եւ պետության ֆինանսական հնարավորություններն են ավելանում։ Հետևաբար սա պետք է բնական զարգացման մեջ մտածել այս հարցի մասին, օրինակ ես էլ իմ մասին որ մտածում եմ, ես 20 տարի առաջ երբ որ տուն էի կառուցում, մի մեծ սենյակ էի կառուցում, որտեղ մտածում էի, որ պետք է հարազատներին կարողանամ հավաքել։ Եվ այդպես էլ արել եմ, որովհետև 20 տարի առաջ դա էր մտածողությունը պահանջում, հիմա եթե այդ նույն բանն անեի, կարող այլ կերպ անել, եւ հիմա երիտասարդները բնականաբար չեն էլ հասկանա դա։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակի մեջ ամեն ինչ ճիշտ է, մենք ճիշտ ժամանակին ենք խոսում այս հարցի մասին, քանի որ եւ պետության, եւ համայնքների, եւ մարդկանց եկամուտների աստիճանաբար ավելանում են, արդեն պետք է մտածողությունը ուղղել իրենց, որ իրենք կարողանան նաեւ նոր միջավայրում մտածել այդ հարցերի մասին։ Այո, ընդհանուր առմամբ ձեր ասած այդ համաձայն եմ, պարոն Խաչատրյան, բայց երբ որ դուք խոսում եք, ես մտածում եմ հետեւյալը. եթե մարդը այդքան հնարավորություն ուներ գնալ Թիֆլիսից Պեպսիկոլա առնի հետ գա, եթե իրան բնակավայրում այդ նույն ծառայությունը լիներ մի քիչ այդ ճանապարհը ծախսը շահույթի մարժայով, կարող է նաև հնարավորություն ունենար գնար նստեր այդտեղ բան աներ, խմեր այդ, հա? Հա, էլի, այսինքն այդ շուկայական տնտեսության տրամաբանությունն էլ է որոշակիորեն լուծում, բայց այո։ Եվ սա թեմա է, որ կարելի է անverջ քննարկել, եթե այս պահին, այսինքն արդեն ահագին քննարկեցել, դիտարկումներ չկան, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, իսկ խոսքը 56-րդ հարցի մասին էր, որը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։